Կայանեչյան։ Բարև ձեզ, պարոն Համբարյան։ Բարև ձեզ։ Դե քանի որ արդեն ճանաչեցիք, պարոն Համբարյան, միանգամից ուզում եմ ձեզ տեղեկացնել, եթե դեմ չեք լինի, կուզենայի մենք ավանդույթի համաձայն ամփոփեինք անցնող շաբաթվա իրադարձությունները, բայց թերևս կուզենայի այսպես առաջինը խոսեինք նախ գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանի դեմ տեղի ունեցած այս վերջին գործողությունների հետ կապված։ Պարոն Համբարյան, ինչպիսին կբնորոշեիք լրագրող Լիլիթ Աղեկյանին, հետաքրքիր է ձեր տեսակետը եւ առհասարակ ինչ տեղեկություններ ունեք դուք Լիլիթ Աղեկյանի դեմ իրականացվող այս ինչպես որ ձևակերպում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը այս արշավի հետ կապված։ Դե Լիլիթը շատ հագասական կերպար է, ինքը արտարության մարդիկ է կարելի ասել, անզիջում, ինք ունի սեփական տեսակետները հարցերի նկատմամբ եւ շատ դժվար է նրան ինչ որ բանում համոզել, եթե ինքը այդպես հավատացած է, որ այդպես է եղել ինչ որ իրադարձության վերաբերյալ։ Լիլիթ Աղեկյանը շատ երկար ժամանակ պայքարում է ուրեմն Շիրակի մարզի կրթական ոլորտում գոյություն ունեցող արադավոր երևույթների դեմ եւ կարելի է ասել, որ եթե օբյեկտիվ դատենք իր բացահայտումներից, ապա բազմաթիվ կարելի ասել հանցագործություններ է ինքը բացահայտել, հատկապես կրթական ոլորտում։ Գիտեք, ես մի կողմ եմ դնում Լիլիթ Աղեկյան անձին, բայց երբ որ նայում ես, թե այդ մարդը ինչեր է բացահայտում, ինչ փաստաթղթեր է իր ձեռքը հայտնվում եւ այդ փաստաթղթերը ինչ արադավոր երևույթներ են բացահայտում, ապա չի կարելի ասել, որ այդ անձը ուրեմն ինքնանպատակ է դրել ինչ-որ մեկին վատաբանելու կամ վիրավորելու։ Չնայած ասեմ, որ Լիլիթ Աղեկյանի քննադատությունը շատ սուր է շատ դեպքերում։ Այո։ Բայց դա չի նշանակում, որ ասենք քննչական կոմիտեի ղեկավարը պետք է ազգային ժողովի ամբիոնից ուրեմն փորձի ուրեմն արտարանալ եւ ապացուցել բոլորիս, որ Լիլիթ Աղեկյանը օրինակի համար ավելի վտանգավոր անձ է, քան ասենք բազում կոռուպցիոներներ, ովքեր թաղապետը։ Հասկանալի, ասենք Լիլիթ Աղեկյանին փորձում են մեղադրել խուլիգանության մեջ, այն պարագայում, երբ որ ասենք նոր-նորքի թաղապետը մի կարելի ասել կոդլով, այո, 10 հոգի մոտավորապես հարձակվեցին եւ ծեծի ենթարկեցին բլոգեր Արթուր Չախոյանին։ Պարզվում է մարդու ծեծելը, հայոյանքներ տալը, որը գիտեք ուղիղ եթերով է եղել եւ դա որևիցե մեկը չի կարող թաքցնել։ Ավելի մեղմ հանցագործություն է Հայաստանի Հանրապետությունում, քան ասենք դատարանի դալիճում դատական կողմերից մեկի, դատավարական կողմերից մեկին ասենք անվանել կոռումպացված։ Այն պարագայում, երբ որ ես բացարձակ նպատակ չունեմ որևիցե մեկին ուրեմն բնութագրելու, բայց ամեն դեպքում ասենք ես ավելի շատ այս պատմությունով հետաքրքրվեցի Լիլիթ Աղեկյանի ձերբակալությունից հետո կապված այդ 32 դպրոցի այո հետ կապված, ասենք, այդ նախկին տնօրենը, ասենք, ընդունել է իր մեղքը եւ դա չմարված դատվածություն է։ Ասենք, չեն նստեցրել այդ մարդու, բայց ամեն դեպքում դա դատվածություն է գնում այդ մարդու վրա։ Պարոն Համբարյան, քաղաքական ենթատեքստ ասենք այդ մարդուն անվանել կոռումպացված, դա հեչ հանցագործություն չէ։ Ասենք դատավորի գործունեության վերաբերյալ կարծիք հայտնելը պարզում է դատարանին վիրավորել է։ Դուք ինքներդ գիտեք, որ այդ նույն այլանդակ եւ խուլիգան հոդվածով ես եմ անցնում։ Այո։ Ասենք ես իմ դատական ակտի մեջի տեքստերը տեսնում եմ այլ, որը կազմել է իդեպ դատավոր Հովհաննես Ղազարյանը։ Ես տեսնում եմ, ասենք, Շիրակի մարզի առաջին աջանի դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի կողմից ավելի ուշ կազմված վճիռներից մեկում այլ մարդու վերաբերյալ, որի մեջ առկա է իմ անունը։ Ես ասում եմ, այդ մարդը գրագող է, ուրիշի
կողմից կազմված դատական ակտը գողացող է։ Ինձ ասում են Լիլիթ Խաչատրյանը վիրավորվել է ցեզանից։ Այո, մենք այդ թեմային անդրադարձել ենք, առիթ ունեցել ենք անդրադառնալու։ Իրը նրանում է, որ ասենք ես լավ ընդունենք, որ Լիլիթ Աղեգյանը հանցագործ է։ Օրինակ, ընդունենք, որ հանցագործ է, բայց ինձ այս ամբողջ պատմության մեջ սարսափեցրեց նրան բերման ենթարկելու, այո, ձերբակալելու եւ հետո կալանավորելու այդ ամբողջ գործընթացը։ Լավ, ասենք, մարդ է, հանցագործություն է գործել։ Օրինագի համար, չնայած ես Լիլիթ Աղեգյանին հանցագործ չեմ համարում, բայց ասենք հանցագործություն է գործել։ Ուրեմն կարելի է գնալ նրա տուն, խապելով դուռը բացել տալ, հարձակվել նրա վրա, տան շորերով, լավ, եթե որոշ անձինք չեն ուզում ընդունել, որ դա, ասենք, գիշերազգեստ է, ընդունենք, որ գիշերազգեստ չէ, բայց տան շորերով, առանց հիգիենիկ պարագաների, չմանրամասնեմ Զարուհի Փոստանջյանի բացահայտումները Լիլիթ Աղեգյանի առողջականի վերաբերյալ, չմանրամասնեմ, առանց հիգիենիկ պարագաների հողաթափերով մարդուն տանել սկզբից Կումայրի բաժին, հետո այնտեղ ինչ-որ գործողություններ կազմակերպել ըստ Լիլիթ Աղեգյանի, ըստ նրա քրոջ, ըստ նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանի, Լիլիթ Աղեգյանին զննել են թեկուզ եւ կանայք կամ ես չգիտեմ ով է զննել տղամարդիկ կամ ասենք այդ տեսանկարահանվել է, իմաստը որն է։ Լավ, մարդուն ասենք թե ստորացնելու իմաստը որն է, այդպիսի բաներ իրանց թույլ են տվել ֆաշիստական Գերմանիայի զինվորականները հրեաների եւ գերեվարված այլ կանանց նկատմամբ։ Կարելի է, չէ, այդ ամեն ինչ ավելի ցիվիլ անել։ Կամ 30 ժամ Լիլիթ Աղեգյանին մի ոստիկանության տեղամասից մյուսը տանելը, հիվանդանոց տանելը, 6 ժամ դադանելը որն է։ Ինչն է պատճառը, լավ, ես ուզում եմ հասկանամ, իրանք Լիլիթ Աղեգյանին ստորացնելով, նսեմացնելով հաճույք են ստացել։ Վտանգավոր հանցագործ էին հայտնաբերել, պարոն Համբարյան։ Ամեն դեպքում, լավ, Լիլիթ Աղեգյանին կալանավորելու այդ մեգամսյա ժամկետը տնող դադավոր, ասենք, չէր ուսումնասիրել, որ ասենք Լիլիթ Աղեգյանը ունի ծեր մայր 77 տարեկան։ Որի միակ խնամակալը այս պայթրությամբ ինքն է եղել։ Եթե Լիլիթ Աղեգյանի քույրը Գերմանիայից չկար, ուրեմն այդ կինը կմնար մենակ։ Լավ է դադավոր ասենք, այդ մեկ անցակալանքը որ տալիս է, իմաստը որն է, ավելի մարտասիրական, ավելի ուրեմն կնոջը վայել չագերտավոր ասած, կալանքի ծերեր չկա։ Այսինքն այստեղ հստակ հաշվեհարդար եք տեսնում, պարոն Համբարյան։ Մարդ են ծեծում, մարդ է մահանում, բան են անում, տնային կալանք են տնում, կամ չգիտես, այդպիսի բաներ են տնում, ստորագրությամբ չհեռանալ երկրից չբացակայել, այո։ Հասկանում եք, ես մտածում եմ, որ սել եմ կրկնում, ես բացարձակ ինձ իրավասություն չեմ տալիս գնահատելու Լիլիթ Աղեգյանի գրառումները կամ հայտարարությունները։ Մի կողմ եմ դնում այդ ամեն ինչը։ Ինձ որպես մարդ, ինձ որպես գյումրեցի հետաքրքիր է, լավ, Լիլիթ Աղեգյանին բերման ենթարկելու, կալանավորելու այդ ձևաչափը որոշումը process-ը ավելի նորմալ չէր կարելի անել։ Այստեղ խնդիրը հետևյալն է, ես կարող եմ ենթադրել, որ ինչ որ մարդիկ փորձել են այս մեթոդներով նրան ստորացնել, նրան նվաստացնել եւ նսեմացնել։ Ամեն դեպքում սա Այսինքն հաշվեհարդար են տեսել լրագրողի դեմ, կոնկրետ լրագրողի նկատմամբ։ Կարող ենք այդպես ձևակերպել։ Եթե հաշվի եւս մեկ հանգամանք, որ Լիլիթ Աղեգյանը հետաքննող լրագրող է եւ ժուրնալիստների միության անդամ է, իդեպ ես տեսա, որ նաեւ ժուրնալիստների միության անդամ ժուրնալիստների միություն եւ այլ հասարակական կազմակերպություններ էլ չասեն, որ Գյումրու ավագանու 4 ընդդիմադիր խմբակցությունները արդեն հայտարարությամբ են հանդես եկել։ Ես այնքան ուրախ եմ, որ նույնիսկ այն անձինք, ով եղել է Լիլիթ Աղեգյանի թիրախում,
այդ նույն Վարդան Ղուկասյանի թիմակիցները, այդ նույն Ռուբեն Մխիթարյանը մի կողմ դնելով Լիլիթից նեղվածությունը կամ վիրավորվածությունը հանդես եկան հայտարարությամբ, որ ամեն դեպքում կնոջը այդ ձևի ստորացնել, այդ ձևի նսեմացնել ու կալանավորել մեկ ամսով դա անթույլատրելի երևույթ էր։ Ես էլ եմ կրկնում, ես չեմ գնահատում Լիլիթ Աղեկյանի գրառումները։ Գյումրիում ավելի արժանի մարդիկ կամ բարիք ունի մասով, որ բանդում հայտնվեն իրենց գործունեության համար։ Պարոն Համբարյան, քաղաքական ենթատեքստ դուք այստեղ հստակ տեսնում եք, այո, եւս մեկ անգամ Լիլիթ Աղեկյանի դեմ իրականացված այս գործընթացի հետ կապված կոնկրետ դուք քաղաքական ենթատեքստ եք այստեղ տեսնում։ Իհարկե, պարտադիր։ Իհարկե, այդ նույնիսկ չէր քննարկվում Արգելի Կայանը։ Այդ նույնիսկ չէր քննարկվում։ Լիլիթ Աղեկյանը ընդգծված ընդդիմադիր եղել, ընդգծված հագանիկոլական եղել, այսպես ասած, բացահայտ պայքարել է Շիրակի մարզի, ել չասեմ նույն Նիկոլի Շիրակի մարզի քայլիստների դեմ, հրաբարակել է նրանց վերաբերյալ բավական սուր նյութեր։ Բայց եթե նրանք վիրավորվում են, վիրավորվելը դա քրեական օրենսգրքի նյութ չէ։ Նշեմ, որ պարզվում է 32-րդ դպրոցի նախկին տնօրենը Լիլիթ Աղեկյանի դեմ 7 հայց է ներկայացրել դատարան վիրավորանքի եւ զրբարտության բաղով, որից 5 ինքը պարտվել է։ Հետաքրքիր իրավիճակ է։ Որից 5-ը պարզվում է ինքը պարտվել է։ Ես գիտեք, ես այս թեմաներին ընդհանրապես չէի անդրադարձել եւ չէի հետաքրքրվում, բայց երբ որ այդ անմարդկային դրսևորումները ես տեսա այդ կնոջ նկատմամբ, ինձ համար հետաքրքիր էր էլի ամեն դեպքում ինչն է պատճառը, որ այս ձևի էլի մարդուն չես հասկանում, ես կրկնում եմ, այդ ձևի վայրագություն կնոջ նկատմամբ ֆաշիստական Գերմանիայի կոնցլագերներում են ցույց տվել, համակենտրոնացման ճամբարներում են այդպես տգլորացրել, ստորացրել, նսեմացրել, հա, ասում են, որ ըստ կա օրենքի, երբ որ դու մեկին պետք է ուրեմն կալանավորես, պետք է ամբողջը հետազոտես նրա մարմինը, բայց ասենք նկարահանելը որն է։ Այսինքն միտում է եղել կոնկրետ։ Բան հերքում են, գիտեք, այո, ես դրան էի ուզում անդրադառնալ, որ հետմամբ հանդես եկան։ Պարագայում եմ տեսել, թե Շիրակի մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները ինչ ցածրակարգ մեթոդների կարող են դիմել, միայն թե ծառայեն այս իշխանություններին եւ ցույց տան, որ իրանք ուրեմն պատրաստ են ամենաստորագույն քայլերի եւ մեթոդների։ Լինի դա դատախազությունը, լինի դա քննչական կոմիտեն, լինի դա ոստիկանությունը, դուք հիշում եք մի անգամին պարագայում, ասենք շատ լավ եմ հիշում եք մի հատ անպարոյականի վաստակ կար, չէ՞, իմ եւ ձեր պահով, որ այլանդակ նյութեր էր հրաբարակել իր կողմից վերահսկվող fake կայքերում, որից հետո եղան, այո, դրան հաջորդեցին կոնկրետ իրադարձություններ։ Այո, բայց ամեն դեպքում ուզում եմ ասեմ, որ այդ նույն կեղտը բողոք էր ներկայացրել ինքեմ Երևանի Արաբկիրի ոստիկանության բաժնում եւ այդ նույն կեղտը նույն բովանդակությամբ դիմում էր ներկայացրել նաեւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կումայրի ոստիկանության բաժնում եւ գիտեք աբսուրդը որն է, երբ որ Արաբկիրի բաժնում նրա դիմումը մերժվում է, նրան շատ պարզ ասում են, որ դու հələ նախ ապացուցի, որ ինքը քո մասին է գրել, որովհետև Գագիկ Համբարյանը գրել է այն մարդու հասցեին այդ ամեն ինչը, ով վերահսկել է այդ կայքերը եւ իր հասցեին ամենավերջի վիրավորանքներն է գրված եղել։ Իսկ Կումայրի բաժնում, որը իմ տնից մոտավորապես մի քանի 100 մետր հեռավորության վրա է, գործ էին հարուցել, այո։ Իրանք Նիկոլին ծառայում են, հասկանում եք։ Իրանք Նիկոլին ծառայում են։ Պարոն Համբարյան, տեսեք, նույն Զարուհի Փոստանջյանը վերադառնալով Լիլիթ Աղեկյանի դեմ տեղի ունեցող այս իրադարձություններին, ասել է փակագծերը, թե ինչի համար են պատժում լրագրողին, այսինքն նշում է, որ 5-ամյա երեխայի բռնաբարության եւ թմրադեղերի տարածման բացահայտման կոնկրետ այդ թնջուկի մեջ է տեղավորվում այն, ինչ որ տեղի է ունեցել հատկապես այս վերջին ժամանակահատվածում ընդդեմ Լիլիթ Աղեկյանի։ Դուք այդ մասով որևէ
այսպես ինֆորմացիայի տիրապետում եք եւ առհասարակ Գյումրիում ինչ խոսակցություններ կան կոնկրետ այս մասով, հետաքրքիր է ձեր էլի կարծիքի իմանալ այս առումով։ Իդեպ ասեմ, որ այդ հնգամյա երեխայի բռնաբարության պահով ես վերջերս եմ իմացել, այսինքն մի քանի օր առաջ եմ իմացել, որ դա բացահայտվել է Լիլիթ Աղեգյանի կողմից, որովհետև այդ հանցագործության վերաբերյալ մամլո հաղորդագրությունը ես կարդացել եմ մամուլից եւ այդ հաղորդագրությունը տարածել էր ոստիկանության մամլո ծառայությունը երևի 1.5 տարի առաջ։ Հիմա խնդիրը հետևյալն է. եթե այդպիսի բան է տեղի ունեցել, ոստիկանությունը ես չհասկացա, ըստ Զարուհի Փոստանջյանի ստացվում է, որ ոստիկանությունը փորձում է Լիլիթ Աղեգյանին պատժել, մանկահասակ երեխայի նկատմամբ պիղծ գործողություններ կատարելու, բացահայտելու համար, հա? Այսինքն ոստիկանությունը չի ուզում, որ նմանօրինակ հանցագործությունները բացահայտվեն եւ քանի որ Լիլիթ Աղեգյանը անընդհատ ենթադրաբար այդ մասին խոսացել է, հիմա փորձում են այս ձևաչափով վախեցնել կամ լրացնել նրան։ Այսինքն կանգնած է եղել իրավապահների կոկորդին եւ դա է եղել պատճառը, որ կոնկրետ թմրանյութերի տարածման վերաբերյալ եւս, ասենք, ընդհանրակը ոստիկանությունը պետք է Լիլիթ Աղեգյանին շնորհակալություն հայտնի։ Եվ խրախուսեին, այո, բացահայտել է թմրամիջոցների շրջանառության ինչ որ գաղտնի կամ չբացահայտված ինչ որ օղակ։ Գիտեք, Նիկոլի Հայաստանում այդպես է։ Բացարձակ զարմանալ պետք չէ։ Բացարձակ, եթե դու բացահայտում ես հանցագործություններ, ես իմ օրինակով էլ կարող եմ ասել։ Այո։ Կեղծ ցուցմունքներով, մանիպուլյացիաներով, հանցագործությանը վերաբերյալ ապացույցները քողարկելով, այս իշխանության ուրեմն համար աշխատող քննիչները եւ դատախազները արտարացնում են ամենավերջին հանցագործին։ Եվ Լիլիթ Աղեգյանը ոչ առաջինն է, ոչ վերջինն է։ Ես ուրեմն երբ որ Լիլիթ Աղեգյանի վերաբերյալ հայտարարություն արեց քննչական կոմիտեի նախագահ, ուշագրավ իրավիճակ էր։ Ես հատուկ եմ նայել նրա ելույթը, ինձ հետաքրքիր էր էլի, ամբյոնից այդ դպրոցում խուլիգանություն անել, դասապրոցեսը տապալել եւ այլն, ես չեմ զլացել, մտել եմ Լիլիթ Աղեգյանի էջ, երբ ասեմ, որ մենք ընկերներ չենք Facebook-ում, ինքնից հեռացրել է։ Հետաքրքիր իրավիճակ է, այո, որովհետև մենք տարբեր հայացքներ ունենք տարբեր հարցերի վերաբերյալ, բայց ամեն դեպքում մենք շատ բարիդրացիական հարաբերություններ ենք ունեցել, նույնիսկ վերջերս երբ տեսնում ենք, բարևում ենք, անցնում ենք, հարցը դա չէ, բայց ամեն դեպքում ասեմ, որ Լիլիթը այսպես կտրուկ է իր որոշումներում եւ կարծիք հայտնելու մեջ, բայց ամեն դեպքում ես չեմ զլացել, մտել եմ իր էջը, գտել եմ այդ դպրոցի դեպքերը։ Նախ ինձ հետաքրքիր է, թե այդ դպրոցի դեպքերի վերաբերյալ քննչական կոմիտեն կամ ոստիկանությունը ինչի հայտարարություն չեր անում ժամանակ։ Նույն պաթոսով չէ, օրինակ։ Եթե չեք զլանում, դուք էլ մտեք նայեք։ Լիլիթ Աղեգյանը այդտեղ ինքնապաշտպանվում է եւ փորձում է պաշտպանել նաեւ իր մորը, ով այդ դպրոցում դաս է տալիս եւ ես Լիլիթ Աղեգյանի եթերներից հասկացա, որ իր մորը փորձել են զրբարդել, ինչ որ մեղադրել եւ այդ ամեն ինչում ինչ որ աշակերտ է, որի ընտանիքը կամ ընտանիքի անդամները ես այդպես հասկացա, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, տնօրինության հետ մոտիկ է։ Հիմա հարց ես այդտեղ ոչ դասապրոցեսի խանգարում տեսա, ոչ դպրոցի աշխատանքի կազմալուծում տեսա, ընդհանրապես այստեղ հələ թող այդ քննչական կոմիտեի նախագահն մի հատ պարզաբանի, թե ասենք այդ դպրոցի ուսուցչուհիները, որոնք տարբեր մասնագիտություն են, ասենք թե օրինակ ֆիզկուլտի ուսուցիչը, ինչպես է այլ առարգայի դաս վարել, էլի, ինձ հետաքրքիր է։ Այսինքն հիմնական թիրախները թողած փաստորեն լրագրողն է հայտնվել թիրախում իրավապահների, քանի որ ըստ էության իրականում խանգարել է նրանց։ Ստացվում է այդպես։ Ենթադրում եմ, որ Լիլիթ Աղեգյանը շատ-շատերին խանգարում էր։ Ես էլ եմ կրկնում, Լիլիթ Աղեգյան շատ կտրուկ է։ Իր որոշումների, իր կարծիքները արտահայտելու մեջ։ Լավ, ես էլի եմ ասում, թող ձերբակալեին օրինակի համար,
բայց այդ ձևով ես ձերբակալության հարցը եւ նրան կալանավորելու հարցը չեմ քննարկում։ Որոշել են, լավ են արել։ Բայց տեղին էր ձեր համեմատությունը, որ բազում հանցագործներ, ովքեր ամենածանր հանցագործություններով փաստորեն մեղադրվում են, անցնում են ծանր քրեական գործերով եւ ազատություն են այսօր վայելում փաստացի, պարոն Համբարյան, բայց ահա Լիլիթի դեպքում մենք տեսանք, թե ինչպիսին է խափանման որոշման հարցը, ինչ որոշում կայացվեց եւ տեսանք կներեք Դե մենք տեսանք նաև ընդամենը օրեր առաջ նոր-նորքի թաղապետարանում այլանդակություն ասենք 10 տղամարդ կողքից էլ թամաշա անողները հարցակվեցին ծեծի ենթարկեցին բլոգերին եւ քննչական կոմիտեի ղեկավարը առանց ամոթի էլի գոնե ամոթ ունենար երիտասարդը առանց ամոթի կանգնած ասում է դա ծեծ է դա չի նախատեսում ասենք քրեական պատիժ կամ անձի ազատ ուրեմն տեղաշարժի սահմանափակում հասկանում եք չէ այս կեղտ համակարգը որը տևել է Նիկոլի օրոք գիտեք այսպիսի այլանդակություն իսկ նախկինների օրոք չկար այսպիսի ցինիկություն լկտիություն այսպիսի անպատժելիություն նայում ես Այսօր նայում ես էլի ազգային ժողովը քիչ առաջ նայեց ասենք Լևոն Քոչարյանի հայոյանքն են քննարկում քարտուղար այն ճղճղ այն Արտուր Հովանիսյանը Քոչարյանի տղայից մի քանի օր առաջ ամենավերջին հայոյանքներն էր տալիս ազգային ժողովի տալիջում լրագրողներից մեկն այդ մասին բացահայտ ասեց ուրեմն իրավապահ ներկայացուցիչներին ասեց ես հանցագործության մասին հայտարարություն եմ անում ասեք իրանք իրանցը չեն տեսնում իրանք իրանց ուրեմն աչքի ուրեմն փիղը չեն տեսնում բայց ուրիշի աչքի միջի փոշին այսպես լուպայով ուսումնասիրում են եւ ուրեմն հանրայնացնում են նույնը Լիլիթ Աղեգյանի պարագայում ասենք խուլիգանություն բացահայտ ուղիղ եթերով այդ հայոյանքները բոլորը լսեցին բարձվում է նոր-նորքի թաղապետը սուրբ էր Լիլիթ Աղեգյանը որը կարող է եւ իր գնահատականների մեջ սուբյեկտիվ է կարող է եւ իր գնահատականների մեջ ուրեմն շատ կտրուկ է կարող է եւ նրա գնահատականները կամ արտահայտությունները վիրավորական են ես իրավունք չունեմ այդ մասին ուրեմն իմ սուբյեկտիվ կարծիքը հայտնելու մարդ կա կարող է դա ինչ որ մեկի համար նորմալ է մյուսի համար շատ վիրավորական է բայց ելի եմ կրկնում ինձ համար անընդունելի է կնոջը այդ ձևաչափով ուրեմն կալանավորելը եւ ձերբակալելը եւ կալանավորելը ասենք հողաթափերով տան շորերով առանց հիգիենիկ պարագայի առանց իրան հետեված ասենք կարելի էր այդ կնոջը այդ վիճակով տանել գումարի բաժին 30 ժամ հաց չտալ, պտտեցնել։ Այսինքն դա եղել է կոնկրետ հրաման, պարոն Համբարյան կարող ենք ասել, այո։ Ոստիկանությունից դատարան հետո Այսինքն դա կոնկրետ հրաման է եղել եւ կատարվել է այն, ինչ որ վերևից, այսպես ասած, շակերտավոր վերևից հրահանգվել է, կարող ենք այդ եզրահանգմանը գալ։ Ենթադրում եմ, որ դա եղել է ուրեմն Լիլիթ Աղեգյանին նվաստացնելու, ստորացնելու եւ պատժելու ուրեմն միջոց այդ ձևով նրան կալանավորելը եւ ձերբակալելը եւ կալանավորելը։ Ձեր կարծիքով որևէ մեկը պատասխանատվություն պետք է կրի, թե չպետք է կրի այդ օրվա կոնկրետ ոչ համաչափ գործողություններ իրականացնելու հետ կապված եւ այդ օրվա կոնկրետ այդ կեցվածքի հետ կապված իրավապահներին նկատի ունեմ, որևէ մեկը ենթարկվելու է պատասխանատվության, թե ոչ։ Ձեր կարծիքով։ Իհարկե ոչ մեկն էլ չի ենթարկվում։ Դեռ մի բան էլ կարող է օրինակ պարգևատրվեն, հա, եւ խրախուսվեն։ Դաբրոյի տեղի իրավապահները իրենց թույլ կտային նմանօրինակ աշխատավոճ, հա, կնոջ նկատմամբ, իհարկե ոչ։ Այդ ում պատժեցին, ասենք, միտինգների ժամանակ ցուցարարներին ծեծելու համար գցեցին այն մարդու ձեռքի թաթը պոկվեց
որևիցե մեկը չպատժվեց, ինչի մասին եք խոսում։ Սա Նիկոլի Հայաստանն է։ Բեսպրեդելության, ցինիկության, Բանախկիներին էին ասում, պարոն Համբարյան։ Ժամանակաշրջան ենք մենք ապրում։ Բանախկիներին էին մատնանշում, նախկիններին են նաև մատնացույց անում, ասում են ձեր օրոք սպանել եք, ծեծել եք, ջարդել եք, թալանել եք, կեղեքել եք, մի խոսքով ցանկացած իրավիճակում հղում արվում է նախկիններին, նրանց հետ կապակցված սև ու մութ, այսպես ասած, պատմություններին, տարբեր քրեական գործերի են հղում կատարում եւ անընդհատ մատնանշում են ծեծել եք, ջարդել եք, սպանել եք եւ այլն։ Ուզում եմ հասկանալ ինչով են այս դեպքում տարբերվում նախկիններից այսօրվա թավշիստները եւ ստացվում է, որ իրենք արտոնյալ են, իրենք կարող են ծեծել, նվաստացնել, մատ թափտալ, լեզու պոկել, ձեռք պոկել եւ փաստորեն մնալ անպատասխան, իսկ ընդդիմադիրների դեպքում օրինակ զարմանում են եւ մատնացույց են անում ամենևին չպաշտպանելով Ռոբերտ Քոչարյանի որդուն Լևոն Քոչարյանին, բայց ռեալ գնահատենք իրավիճակը, փաստորեն հակադարձելու իրավունք չուներ Լևոն Քոչարյանը ազգային ժողովում։ Այստեղ խնդիրը հակադարձելը չէ։ Գիտեք, կան կոռեկտության սահմաններ եւ ընդհանրապես մարդկային հարաբերություններում կան սահմաններ, ասենք ազգային ժողովի պոլ լվացող փոխնախագահ Հակոբ Արշակյան անուն ազգանունով թյուրիմացությունը ազգային ժողովի ամբիոնից բացարձակ զրբարտություն է տարածում, ասում են ժողովրդի անունից դեպ ժողովուրդն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է, ասենք լավ տգետ, դու պաշտոնյա ես թե բանսարգու փողոցային, իդեպ դուք հետաքրքիր փաստ արձանագրեցիք ձեզ համար, որ այդ նույն անասունությունը արտաբերում էր Վահագն Ալեքսանյանի մայրը, երբ խուլիգանություն էր անում, ուրեմն Սրբազան դաշինքի կներեք Սրբազան պայքարի ակտիվիստների դեմ Նիկոլի իշխանության դեմ ստորագրահավաք էին կազմակերպում։ Այդ նույն անասունությունը Քոչարյանի օր թուրք լինելու վերաբերյալ նաև այդ կինը ասեց։ Հիմա դուք հասկանում եք սրանց մագարտակը, ուրեմն այդ Հակոբիկ Արշակյանին նախազգուշացնեն, որ ինքը բացում է Պանդորայի արկղը։ Ասենք ժողովրդի անունից կամ ժողովրդին հղում տալով ամենաստորագույն բամբասանքները տարածելու իմաստը որն է, բա ինքը չգիտի Նիկոլի ծագումնաբանության վերաբերյալ ինչեր է ասում ժողովուրդը, չգիտի։ Ինքը գիտի ասեք, թե ազգային ժողովի նախագահի Վահագն Ալեքսանյանի մոր, նախագահի մոր Վահագն Ալեքսանյանի մոր վերաբերյալ ինչեր են ասում ժողովուրդը, հա? Ժողովրդի ասածները ես օրինակ որպես ընդդիմադիր ինձ թույլ տամ ու սկսեմ մանրամասնել, հետո էս ուր ենք հասնում։ Ժողովուրդը որն է, ես օրինակ հարգելի Գայան է, ես օրինակ շատ դեպքերում տեսնում եմ, որ ինչ որ մասսա կա համացանցում, որոնք իմ լուսանկարը տեսնելուց կամ անունն ազգանունը տեսնելուց ուրեմն հիստերիայի մեջ են ընկնում ու ամենավերջին վիրավորանքներն են կրում, անկեղծ եմ ասում, ես ոչ թե արհամարած ունեմ, կներեք, բայց ես պետք է ասեմ, ես խորխած ունեմ նրանց վրա, բարի, բուն եւ փոխաբերական իմաստով։ Դե ոչ բոլոր զարանցանքներին է պետք առհասարակ արձագանքել։ Իհարկե, ոչ բոլորին։ Հիմա, եթե օրինակ Հակոբ Արշակյանը լիներ ես իմ ով փողոցից պետք է չարձագանքեին, որովհետև ինքը այդքան չկա, բայց ասեմ ձեզ, որ Հակոբ Արշակյանը ինքը իր ապրած կյանքով եւ էությամբ էլ այդքան չկա։ Հասկանում եք, տգետ մարդը, որ ասում է փետրվարը 31 օր ունի։ Այո։ Հասկանում եք, հայտնագործությունն է։ Պաշտոն ունի ցավոք։ Ու այդ պաշտոնավոր մարդը ժողովրդին հղում անելով անձնական տիպի եւ շատ ծանր վիրավորանք է տալիս երկրորդ նախագահին, կապ չունի, գիտեք, դա առաջինն է, երկրորդն է, թե երրորդն է։ Ասենք դու քեզանից ինչ ես ներկայացում, այ լպրծում, որ փորձես, ասենք Ռոբերտ Քոչարյանի մորը ներկայացնել որպես անբարոյական, որ թուրքից երեխա է ունեցել։ Հիմա անմիջապես պարոն Համբարյան, կսկսվի, որ լծվել ենք Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության գործին։
Ուրեմն ես պատրաստ եմ պաշտպանել յուրաքանչյուր ընդդիմադիրի, ով հայտնվում է Նիկոլի եւ նրա թայֆայի, ուրեմն թիրախում։ Դա գիտեմ բոլորը, դա կարելի է կռահել նաեւ իմ էջից։ Եթե ես ուզենամ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանից հետ համագործակցել կամ պաշտպանել, այդ ոչ մեկից է չպետք է ամաչեմ, ինչի։ Իհարկե։ Ինչ եմ արել, որ ամաչել եմ, այո, 2021 թվականին հավատացել եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակով կարելի է փրկել Հայաստանը, ես ինչ որ հնարավոր է եղել ինձանից արել եմ, առանց որևէ ակնկալիքի, դա բոլորը գիտեն։